Ես որպես 20 թվականի պատերազմի մասնակից եւ 22 թվականին եղել եմ Վարդենիսում հենց սեպտեմբերի դեպքերի ժամանակ ուղղակի անընդունելի է, երբ որ տեսնում ես, որ արյունով պահած ամեն սանտիմետրը արյուն է։ Մեր երկրում չկա այդպեսի մի քառակուսի մետր, որի համար արյուն թափված չլինի, ինչ որ մեկի կյանքը զոհած չլինենք։ Ու նայում ես իշխանությունը խաղաղության անվան տակ կամաց կտոր մեր հայրենիքը զիջում է, վաղը միսօր այս զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ։ Նրանք խաղաղություն են անունը դնում հիմա, բայց վաղը ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ, էլ ավելի մեծ ցավալի կորուստներով, ինչ որ ունեցել ենք 20 թվականին, 23 թվականին։ Որտեղ փաստացի բարձունքների վրա են, հա։ Իհարկե, Թշնամին շատ լավ կարողանում է հաշվել իր քայլերը, նա մի օրով, երկու օրով չէ, տարիներով հաշվում է ու լինում է ինչ որ լինում է։ Արցախում էլ տեսանք, որ 20 թվականից հետո քանի անգամ բարձունքները գրավեցին եւ վերջում 23 թվականի սեպտեմբերին արդեն տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։ Կհստակեցնեք, որ բարձունքների